Շահագործման հանձնումից 46 տարի անց Արազապ 1 պոմպակայանում եւ ոռոգման ցանցում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Կանաչ խողովակը կես կիլոմետր ձգվում է դեպի այգիներ, դրանով պոմպակայանից ջուրը հասնում է ֆերմերին։ Ծրագիրն իրականացվում է կառավարության ֆինանսավորմամբ։ Մղման խողովակաշարի հիմնանորոգման արժեքը 725 միլիոն դրամ է։ Սա արդիականացման աշխատանքների առաջին փուլն է։ Ընտրվել են առավել վթարային հատվածները։ Դա նախատեսում է երկու խողովակաշարի կառուցում առաջի փուլով, երկրորդ փուլով պոմպակայանի եւ մոտեսով ջրանցքի կառուցում եւ երրորդ փուլով երրորդ խողովակաշարի, որի երկարությունը 4000 մետր է, կառուցում։ Երկրորդ եւ երրորդ փուլի աշխատանքները նախապատրաստական շրջանում են, հերթականությամբ կմեկնարկեն ոռոգման սեզոնից հետո։ Այս պահին կրկին պետբյուջեի միջոցներով ընթանում են Արազապ 1 ջրհան կայանի երկրորդ գոտու 2175 մետրանոց ջրատարի վերակառուցման աշխատանքները։ Սրա արժեքն էլ 114 միլիոն դրամ է։ Մեր համար ամենաառաջնահերթը բնակավայրերում ոռոգման ցանցի կառուցումն է եւ վերակառուցումը։ Այդտեղ Սուրենավար Արմաշ եւ Երասխես հատվածում մոտավորապես 6000 գծամետր հեռացնող ջրանցներ է կառուցվել եւ վերակառուցվել, որը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ սահմանամերձ համայնքներ, ինչպես նշեցի, եթե այստեղ Արազապ 1-ը այս տարի չսկսեն շինարարական աշխատանքները, այս բոլոր այգիները 1600 հեկտարը ամբողջովին չորանալու է։ Դա մեր համար ունի կենսական նշանակություն։ Աշխատանքների ընթացքին հետևում էին Արարատի մարզպետն ու Արարատ համայնքի ղեկավարը։ Պոմպակայանից օգտվում են 3 բնակավայրեր՝ Արմաշը, Երասխը եւ Պարույր Սևակը։ Այստեղ հողերը գերնորմատիվային են, շատ ջուր են պահանջում։ Արարատյան դաշտավայրի այս հատվածում հիմնականում ծիրանենիներ են, բայց վերջին տարիներին այգիներում թթի ծառեր են հայտնվել։ Տեղացիները վստահեցնում են, այստեղ ամենահամով ծիրանն ու թութն է աճում։ Արազապ 1 պոմպակայանի խողովակաշարի վերջնական փուլ հասնելու դեպքում մեծ հավանականություն կա, որ Արարատ համայնքում կավելանա եւս 500 հեկտար չմշակվող հողամասեր։ 40 տարեկան խողովակներն այնքան մաշված էին, որ հաճախ այստեղ օրական 2-ից 3 անգամ վթար էր լինում։ Գյուղացին չէր հասցնում ժամանակին այգին ոռոգեր, բերքի որակն ընկնում էր, բերքատվությունը պակասում։ Հաճախ անգամ եկամուտ չէին ունենում բերքից ջրի սակավության պատճառով։ Սա նոր կյանքի սկիզբ է իրանց համար։ Վթարները թույլ չեն տալիս նույնիսկ աշխատացնել 2 պոմպ, ինչի հետևանքով առաջանում է ջրի ահռելի հերթեր։ Գյուղացիների դժգոհությունները այս պահին մենք ունենք արդեն 2 աշխատող պոմպ, չնայած նրան, որ ամբողջ գիծը դեռևս չի նորոգվել է ընդամենը գծի 30%-ը։ Անցած տարի մենք հերթականությունը ջրի մատակարարման միջինը եղել է 22-ից 25 օր, այսինքն ջուրօգտագործողը ինքը ջուրը ստացել է 25 օրը մեկ հերթականությամբ։ Երկրորդ պոմպի գործարկումը թույլ է տալու մեզ ջուր մատակարարել 10-12 օրը մեկ, ինչը իհարկե բարձրացնելու է եւ բերքատվությունը եւ ծառերի որակը։ Արազապ 1-ի արդիականացումն ամբողջությամբ ավարտելուց հետո համայնքում եւ մարզպետարանում ծրագրել են սկսել Արազապ 2-ի կառուցումը։ Սրանով տարածաշրջանի մշակելի հողատարածքները կարող են ավելանալ եւս 500 հեկտարով։ Մուշեղի Սախանյան, Արման Թովմասյան, լուրեր։